Սա քաղցկեղն է, հենց այս տեսքով է այն գտնվում մարդու մարմնի ներսում։ Հենց հիմա դուք իմանաս, թե քանի ուռուցք այս պահի դրությամբ ունես քո օրգանիզմում, ինչ չուտել եւ ինչ չանել քաղցկեղից պաշտպանվելու համար, եւ ամենակարևորը, արդյոք իսկապես հորինվել է պատվաստանյութ, որը մեզ կպաշտպանի դարի չարաբաստիկ այս հիվանդությունից, շոկային բացահայտում, որը թույլ է տալիս երազել, որ հենց մենք ենք լինելու առաջին սերունդը, որը բուժելու է քաղցկեղը։ Իսկ գուցե քաղցկեղը վաղուց արդեն բուժվում էր, ուղղակի դրա մասին ձեռնտու չէր պատմել։ Չվախենաք, սա չվախեցնող, բայց չափազանց հետաքրքիր վիդեո է քաղցկեղի մասին, ինչ են մեզնից թաքցրել այսքան տարիներ։ Այս վիդեոյի ընթացքում լինելու են մի քանի կարճ գովազդներ, բայց հենց այս գովազդներն են ինձ օգնում ամեն շաբաթ ձեզ համար նոր վիդեո նկարել։ Դրա համար խնդրում եմ ուղղակի մի քիչ համբերություն ունեցեք, շատ մի ներվայնացեք այդ գովազդներից, նայեք, որտեղ այս վիդեոն իսկապես հետաքրքիր է։ Եթե Լոս Անջելեսից Հայաստան ուզում եք ուղարկել մեծ չափսերի ապրանք, օրինակ կահույք կամ ավտոմեքենա, սա ամենահարմար տարբերակն է։ Գալիս եք Երևան Post։ Երևան Post-ի միջոցով Հայաստան կարող եք ուղարկել նաև ավտոպահեստամասեր։ Ամենակարևոր նորությունը, եթե որոշել եք վերադառնալ Հայաստան, ապա Երևան Post-ը ձեր ամբողջ ապրանքը Լոսից Հայաստան կուղարկի ուղիղ 50% զեղչով, որպեսզի տեղափոխման ժամանակ դուք ավելորդ ստրես չապրեք։ Երևան Post-ը նաև ամենահարմար տարբերակն է գումար ու ծանրոց ուղարկելու համար ձեր Հայաստանի ընկեր բարեկամներին։ Եվ իհարկե, եթե չունեք ժամանակ, որպեսզի ծանրոցը ինքնուրույն տանեք, ապա կարող եք զանգել եւ պատվիրել pick-up ծառայություն։ Կգան ձեր ծանրոցը կվերցնեն եւ կուղարկեն Հայաստան։ Հասցեն ու հեռախոսահամարը հիմա ձեր էկրանին է։ Հիմա ամենահետաքրքիր մասը։ Ինչ է քաղցկեղը։ Մեր օրգանիզմում հիմա կա մոտավորապես 37 տրիլիոն բջիջ։ Այս թիվը այնքան մեծ է, որ նույնիսկ պատկերացնել հնարավոր չէ։ Հիմա յուրաքանչյուր բջիջի ներսում կա, այսպես ասած, փոքրիկ գրադարան, որը կոչվում է մեր ԴՆԹ։ Այդ ԴՆԹ-ն թելադրում է, այսպես ասած, բջիջի կյանքը, այսինքն ինչպես նա աշխատի, ինչպես բաժանվի, ինչպես վերականգնվի, ինչպես պաշտպանի մեր օրգանիզմը եւ ինչպես մահանա։ Ամեն ինչ աշխատում է շատ կանոնավոր, բայց ամեն օր մեր օրգանիզմում տեղի են ունենում որոշակի սխալներ։ Պատկերացրեք, ունեք համակարգ, որը աշխատում է, բայց ժամանակ առ ժամանակ այդ համակարգի մեջ որոշակի խափանումներ են առաջանում եւ գործողությունը չի ընթանում այն հունով, որով սովորաբար ընթանում է։ Ինչ է տեղի ունենում։ Վնասվում է մեր ԴՆԹ-ն։ Կարող է վնասվել արևի ճառագայթից, կարող է վնասվել վիրուսից, որը որ մենք տանում ենք, կարող է վնասվել որևէ քիմիկատից, որը ընկնում է մեր օրգանիզմ, կամ շատ պատահական կարող է վնասվել ուղղակի պատճենման սխալ բջիջի բաժանման ժամանակ։ Պատկերացրեք, որպեսզի ավելի հեշտ լինի, ուղղագրական պատահական սխալ մեծ լայնածավալ գրքի մեջ։ Ինչ է տեղի ունենում այս սխալի արդյունքում։ Հիմնականում այս սխալների մեծ մասը անվնաս է անցնում մեր օրգանիզմի համար։ Բջիջը կամ վերականգնվում է, կամ պարզապես մահանում գնում է։ Բայց երբեմն այս սխալը ընկնում է այնտեղ, որտեղ չպետք է ընկներ։ Եվ տվյալ բջիջը դուրս է գալիս վերահսկողությունից, այլևս չի լսում ոչ մի հրահանգ, չի լսում դադարիր բաժանվել, չի լսում մահացիր երբ ծերանաս հրահանգները, մի խոսքով դառնում է անկառավարելի ըմբոստ բջիջ։ Հենց այդ բջիջները քաղցկեղի սկիզբն են։ Հիմա կարևոր մի բան։ Անգլիացի գիտնականները արել են ուսումնասիրություն։ Ուսումնասիրել են 7500 ուռուցք տարբեր քաղցկեղների եւ հասկացել են, որ քաղցկեղը կարող է սկիզբ առնել, երբ տեղի է ունենում ընդամենը 1-ից 10 մուտացիա։ Օրինակ, լյարդի քաղցկեղի համար բավարար է ընդամենը 4 մուտացիա, հաստաղեքի քաղցկեղի համար բավարար է մոտ 10 մուտացիա։
Հիմա հարց է առաջանում, եթե ընդամենը մի քանի սխալը, մի քանի մուտացիան բավական է քաղցկեղ ունենալու համար եւ օրական մեր օրգանիզմում հազարավոր բջիջներ են բաժանվում, այդ ինչպես է ստացվում, որ մարդկության մեծ մասը չի տառապում քաղցկեղով։ Ու այստեղ հիմա դուք կանեք ձեր մարմնի մասին մի բացահայտում, որից հետո դուք սեփական ձեր մարմնին ու օրգանիզմին բոլորովին այլ աչքերով եք նայելու։ Պարզվում է, որ մեզնից յուրաքանչյուրը արդեն մեկ կամ մի քանի անգամ հաղթահարել է եւ հաղթել է քաղցկեղ։ Ուղղակի դրա մասին չի իմացել։ Ավելին, հենց այս պահին, երբ որ դուք նայում եք այս վիդեոն, մենք բոլորս մեր օրգանիզմում կարող ենք ունենալ քաղցկեղային բջիջներ, բայց մի շտապեք վախենալ, դա բոլորովին չի նշանակում, որ որևէ մեկը հիվանդանալու է քաղցկեղով։ Ինչպես է սա աշխատում։ Մարդու օրգանիզմում որոշակի սխալների արդյունքում առաջանում են քաղցկեղային բջիջները, այլ կերպ ասած այդ ըմբոստ անկանոն չլսող բջիջները, որոնք այլևս ոչ մի հրահանգի չեն ենթարկվում։ Բայց մեր օրգանիզմը ունի անտեսանելի բանակ, եւ այդ բանակը կոչվում է իմունային համակարգ, այլ կերպ ասած իմունիտետ։ Իմունային համակարգի ներսում կան բջիջներ, որոնք այսպես ասած մեր օրգանիզմի զինվորներն են, եւ հենց որ մեր իմունային համակարգը ստանում է ազդակ, որ մեր օրգանիզմում կան ոչ կանոնավոր ըմբոստ բջիջները, իմունային համակարգի զինվոր բջիջները դուրս են գալիս դրանց ոչնչացնելու, եւ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեր իմունային համակարգը ամեն օրվա սկզբունքով, օրը 24 ժամվա սկզբունքով հսկում է մեր օրգանիզմը, մեր մարմինը եւ կարողանում է սպանել մեր օրգանիզմում ծնված քաղցկեղային բջիջների 99.99%-ը։ Դուք պատկերացնում եք ինչ թվի մասին է խոսքը եւ դուք պատկերացնում եք թե ինչ հզոր, իսկապես հզոր նշանակություն ու դեր ունի մարդու օրգանիզմի համար իմունիտետը, իմունային համակարգը։ Ստացվում է, որ ձեր մարմինը, իմ մարմինը, մեր մարմինը գուցե արդեն հաղթել է քաղցկեղը, հաղթահարել է քաղցկեղը մեկ կամ մի քանի անգամ, պարզապես մենք դրա մասին չենք իմացել, որովհետև այս գործողությունը տեղի է ունենում մեզ համար աննշան, ոչ մի ախտանիշ, ոչ մի ցավ, ոչ մի զգացողություն, սա մեր օրգանիզմի բնականon գործարանային ֆունկցիաներն են, օրգանիզմում առաջանում է որևէ սխալի պատճառով քաղցկեղային բջիջ եւ մեր իմունիտետը, իմունային համակարգը 99.99% դեպքերում սպանում է քաղցկեղային բջիջը։ Բայց մնում է այդ աննշան փոքրիկ տոկոսը, երբ մեր իմունային համակարգը չի կարողանում այս անկանոն բջիջների հախից գալ, այսպես ասած։ Իսկ հիմա ցնցող մի բան եմ ձեզ ասելու, որը լսելուց հետո դուք ասելու եք ինչ, բայց դա իրականություն է։ Արդյոք հնարավոր է 2026 թվականին գալ Ամերիկա կամ եթե արդեն այստեղ եք օրինականանալ։ Ռեալ տարբերակներ կան, ուղղակի պետք է լինել տեղեկացված, բայց ցավոք սրտի շատ էմիգրացիոն փաստաբաններ հենց այնպես ինֆորմացիայով չեն կիսվում եւ չեն կրթում մարդկանց։ Դրա համար անհրաժեշտ է գումար ծախսել եւ գնալ կոնսուլտացիայի։ Ես ձեզ համար գտել եմ էմիգրացիոն փաստաբան, ով այն եզակիներից է, որ իր Instagram-ի էջում բոլորովին անվճար տալիս է շատ կարևոր ինֆորմացիա, որի մասին իդեպ շատ քիչ փաստաբաններ են խոսում։ Մերի Կոստանյանի էջից կիմանաք բոլոր կարևոր էմիգրացիոն նորությունները, իսկ վիդեոյի կոմենտներում կարող եք գրել հարցեր փաստաբանին եւ Մերին դրանց կպատասխանի։ Իսկ դուք գիտեք, որ եղել են մարդիկ, ովքեր վարակվել են մեկ այլ մարդուց քաղցկեղով։ Սա ուղղակի շոկային պատմություն է։ Հիմա պատմում եմ։ 2018 թվականին մի կին մահանում է կաթվածից։ Եվ քանի որ նա լինում է առողջ եւ ունենում է առողջ օրգաններ, նրա օրգանները բարեգործություն են անում եւ տալիս են 4 տարբեր հիվանդների, ովքեր փոխպատվաստման կարիք ունեին։ Լյարդը, թոքերը, սիրտը եւ այլն։ Փոխպատվաստման ընթացքը անցնում է բարեհաջող, հիվանդները կազդուրվում են, դուրս են գրվում հիվանդանոցից։ Կարճ ժամանակ անց
Հիվանդներից 3-ը մահանում են, եւ բժշկական եզրակացությունը ցույց է տալիս, որ մահվան պատճառը լինում է քաղցկեղը։ Իսկ հետագայում պարզվում է ել ավելի շոկային մի բան։ Քաղցկեղը, որը որ սպանել էր 3 հիվանդներին, անցել էր նրանց օրգանիզմ հենց այն կնոջից, որը մահացել էր կաթվածից եւ դարձել էր նրանց օրգանների դոնորը։ Ինչ էր տեղի ունեցել։ Կինը մահացել էր առանց իմանալու, որ ինքը քաղցկեղ է ունեցել, եւ հետեւաբար բժիշկները տեսնելով, որ օրգանները առողջ են եւ կինը մահացել է կաթվածից, անում են բնական փոխպատվաստման process-ը։ Բայց փոխպատվաստելու ընթացքում օրգանների հետ միասին հիվանդներին անցնում է նաեւ քաղցկեղը, որի սկզբանե ունեցել է մահվան պահի դրությամբ դոնորը։ Հիմա ամենակարևոր պահը, ինչու է այս քաղցկեղը շատ արագ գլուխ բարձրացնում հիվանդների օրգանիզմում եւ նրանց սպանում, մի պարզ պատճառով, որովհետեւ այն հիվանդներին, ում անում են օրգանների տրանսպլանտացիա, այսինքն փոխպատվաստում, անում են մեկ այլ իմունային պրոցեդուրա, որի նպատակն է իջեցնել, թուլացնել օրգանիզմի իմունիտետը, որպեսզի մեկ այլ մարդուց պատվաստված օրգանը կարողանա մերվել այդ մարդու օրգանիզմին։ Հակառակ դեպքում, եթե տվյալ հիվանդի իմունիտետը, իմունային համակարգը ակտիվ աշխատի, նա ուղղակի կոչնչացնի օտար օրգանիզմ, որը ներխուժել է իր տարածք, ու հետևաբար օտար օրգանիզմը, որ այս դեպքում նոր օրգանն է, դոնորի օրգանն է եւ որը պետք է փրկի այդ հիվանդին, մերվելու համար իջեցնում են մարդու իմունիտետը, թուլացնում են այն։ Իսկ մենք ինչ գիտենք, որ քաղցկեղը զարգանում է, գլուխ է բարձրացնում հատկապես այն միջավայրում, որտեղ չկա մեր օրգանիզմի անտեսանելի բանակը, այսինքն իմունային համակարգը իր զինվորներով։ Ու հենց դա է լինում պատճառը, որ 3 հիվանդները մահանում են քաղցկեղից, որով վարակվել էին դոնորից։ Հիմա հարց. իսկ ինչ է տեղի ունենում 4-րդ հիվանդի հետ։ 4-րդ հիվանդը փրկվում է, եւ փրկվում է գիտեք ինչի արդյունքում։ Հասկանալով թե ինչ է տեղի ունենում, նրա մարմնից նորից հանում են փոխպատվաստած օրգանը եւ շատ արագ անում են իմունոթերապիաներ, որոնք բարձրացնում են հիվանդի իմունիտետը եւ այն ուժեղացնում են, ինչի արդյունքում էլ հիվանդը փրկվում է։ Եզրակացությունը մեկն է։ Քաղցկեղը հաղթելու համար անհրաժեշտ է, որպեսզի քո օրգանիզմի բանակը, այսինքն իմունային համակարգը, լինի գործուն եւ լինի հզոր։ Սա իսկապես ժամանակակից բժշկության ու հատկապես քաղցկեղի ոլորտում բժշկության մասով ամենահզոր պատմություններից ու ամենահզոր բացահայտումներից մեկն է։ Այստեղ գալիս է մի կարևոր պատասխան։ Արդյոք պետք է պայքարել քաղցկեղը վերացնելու դեմ եւ մտածել դեղամիջոցներ, պատվաստանյութեր, որոնք կօգնեն մարդկանց վերացնել քաղցկեղը, թե պետք է սկսել հակառակ ուղղությունից, հասկանալ ինչ անել, որպեսզի մարդու իմունային համակարգը, այսինքն բանակը, որը կարող է ոչնչացնել քաղցկեղը մարդու օրգանիզմում, լինի հզոր եւ միշտ կանգուն։ Իսկ դրա համար պետք է մի բան, յուրաքանչյուր մարդ, ես, դուք, մենք բոլորս պետք է իմանանք, թե ամենօրվա մեր կյանքում ինչն է սպանում մեր այդ հզոր բանակի իմունային համակարգի զինվորներին, որովհետև դա իմանալուց հետո մենք կիմանանք, թե ինչ չի կարելի անել, ուտել, ինչից է պետք զգուշանալ ամենօրյա կյանքում, որպեսզի մեր իմունային համակարգը միշտ կազմ պատրաստ լինի սպանել քաղցկեղային բջիջները։ Հիմա ամենահետաքրքիր հարցերից մեկը. արդյոք ռենտգենը, մամոգրաֆիան, բազմաթիվ բժշկական հետազոտությունները, որ մենք անցնում ենք եւ որոնք ուղեկցվում են ճառագայթումով, կարող են դառնալ քաղցկեղի պատճառ։ Պատասխանը ձեզ զարմացնելու է։ Նա արել է բոթոքս ու ֆիլերներ։
նայել է արել բոթաքս ու ֆիլերներ։ Զգում եք տարբերությունը։ Բոթաքսը, ֆիլերները եւ էսթետիկ պրոցեդուրաները իսկական նվեր են մեր կանանց համար, ովքեր ուզում են երկար գեղեցիկ մնալ, բայց դրանք նվեր են միայն պրոֆեսիոնալների ձեռքում։ Վատ մասնագետի դեպքում դրանք իսկական չարիքի են վերածվում։ Եթե Լոս Անջելեսում ուզում եք բոթոքս, ֆիլերներ կամ դեմքի մաշկի հետ կապված որևէ պրոցեդուրա անել, գնացեք Զավանտ Էսթետիկս։ Այստեղի մասնագետները ոչ թե ձեր տարիքի համար անբնական երիտասարդ տեսք են ձեզ տալիս, այլ անում են գրագետ աշխատանք, որպեսզի դուք պահպանեք ձեր նույն դեմքը, բայց շատ ավելի գեղեցկացած, թարմացած ու խնամված լինեք։ Ուշադիր նայեք այս տղամարդու նկարին։ Տեսնում եք նրա դեմքի աջ եւ ձախ կողմերը կատեգորիկ տարբեր տարիքներ են ցույց տալիս։ Տղամարդու դեմքի մի կողմը համեմատաբար ավելի երիտասարդ է, քան մյուսը։ Մյուս կողմը շատ ավելի կնճռոտված, կախ եւ մաշված տեսք ունի։ Իսկ ֆենոմենը այն է, որ այս տղամարդը երկար տարիներ եղել է բեռնատար մեքենայի վարորդ եւ հենց այն կողմը, որը մաքսիմալ ծերացած եւ թոռոմած կողմն է, դա այն կողմն է, որը նայել է դեպի պատուհանը մեքենայի։ Տղամարդը երկար տարիներ ղեկին լինելով երբևէ արևապաշտպան չի օգտագործել, որովհետև վստահ է եղել, որ բեռնատար ավտոմեքենայի ապակին փակ է եւ ապակին նրան պաշտպանում է արևի ճառագայթներից, բայց այ մի կարևոր նյուանս, այո, որոշակի ճառագայթներից, ինչպիսին են UVB ճառագայթները, ապակին պաշտպանում է, բայց մեր մաշկը կլանում է մեկ այլ տիպի ճառագայթներ, UVA ճառագայթները, որոնք անցնում են հանգիստ ապակու միջով եւ մտնում են մեր մաշկի մեջ։ Արևը, որը մենք այդքան շատ ենք սիրում եւ որը իրականում նաեւ վիտամին D-ի հզոր աղբյուրն է մեր օրգանիզմի համար, միևնույն ժամանակ արձակում է ճառագայթներ, որոնք չափազանց վտանգավոր են մեր մաշկի համար եւ կարող են դառնալ քաղցկեղի պատճառ։ Ցավոք սրտի այսօր շատերը լուրջ չեն վերաբերվում մաշկի քաղցկեղին, այնինչ այսօր ըստ վիճակագրության ամբողջ աշխարհում ամենատարածված քաղցկեղի տարբերակներից մեկը հենց մաշկի քաղցկեղն է։ Ընդամենը ըստ վիճակագրության 5 արևայրուք ամբողջ կյանքի ընթացքում 5 արևայրուքից կարող է նույնիսկ կարող է, սա հստակ ենթադրություն չէ, սա հավանականություն է, կարող է առաջանալ մաշկի քաղցկեղ։ Հետևաբար արևապաշտպանի օգտագործումը համար առաջին տարբերակն է պաշտպանելու համար սեփական օրգանիզմը քաղցկեղից։ Երկրորդ ու երևի թե մարդկանց շրջանում ամենատարածվածը, արդյոք ռենտգենները, կատեները մեր ժողովրդի լեզվով ասված, մամոգրաֆիաները եւ տարբեր հետազոտությունները բժշկական, որոնք մենք անում ենք տարվա մեջ 1, 2, 3 անգամ ու որոնք ուղեկցվում են ճառագայթումով, վտանգավոր են մեր օրգանիզմի համար եւ կարող են քաղցկեղային լինել։ Շատ բժիշկներ իրենց հետազոտությունների ժամանակ լսում են այդ արտահայտությունը. բժիշկ ջան, իսկ եթե ես ռենտգեն անցնեմ, կարող է դա քաղցկեղի պատճառ դառնալ։ Մասնագետները ասում են, որ ռենտգենները, մամոգրաֆիաները եւ բժշկական հետազոտությունները, որոնք սովորաբար նշանակվում են եւ մարդիկ անցնում են, չունեն ճառագայթման այն հզոր ալիքը, որը կարող է դառնալ քաղցկեղի պատճառ մի բայցով։ Եթե դու դրանք անցնում ես եւ անում ես ըստ բժշկի նշանակման հաճախականության։ Այսինքն ըստ մասնագետների հետևությունը մեկն է։ Բժշկական հետազոտությունները պարտադիր է անել բժշկի նշանակումով եւ հետևողական, որովհետեւ մեկ արված ռենտգենից ստացած ճառագայթումը այնքան չէ, որ բերի քաղցկեղի, բայց այդ ռենտգենի ժամանակ բացահայտված արդյունքը կարող է կյանք փրկել, որովհետև կարող է ժամանակին ախտորոշում նշանակել։ Մյուս կողմից անընդհատ ինքնագլուխ ռենտգեններ, մամոգրաֆիաներ եւ ճառագայթային հետազոտություններ անցնելը ըստ մասնագետների կարող է վտանգավոր լինել։ Հետևաբար այս դեպքում խուսափել բժշկական հետազոտություններից վախի պատճառով մասնագետները կտրականապես խորհուրդ
չեն տալիս։ Երրորդ ու հետաքրքիր հարցը, որը էլի մարդկանց մեջ տարածված է, վերջապես սա միֆ է թե իրականություն։ Արդյոք ստրեսը կարող է դառնալ քաղցկեղի պատճառ, որովհետև շատ հաճախ, երբ որ մարդիկ իրար հետ խոսում են, ասում են, դե տես հիմա քաղցկեղով հիվանդների թիվը շատացել է։ Տես հիմա մարդիկ ավելի շատ են քաղցկեղ ունենում։ Ինչու՞, որովհետև մարդիկ անընդհատ ստրեսի մեջ են ապրում, իսկ բոլոր հիվանդությունները գալիս են ստրեսից։ Ըստ մասնագետների, ստրեսը որպես այդպիսին քաղցկեղի պատճառ չի լինում։ Այսինքն, եթե դուք աշխատանքի վայրում, ձեր անձնական հարաբերություններում որևէ ստրես եք ապրում կամ ինչ-որ մի շրջան ձեր կյանքում ապրում եք դեպրեսիայի մեջ, դա դեռ ըստ մասնագետների չի նշանակում, որ կարող է դառնալ քաղցկեղի պատճառ։ Բայց կոնստանտ, երկարատև, անընդհատ շարունակվող ստրեսը կարող է դառնալ քաղցկեղի պատճառ։ Եվ ինչպես է դա աշխատում։ Երբ որ մարդու օրգանիզմը գտնվում է մշտական ստրեսի մեջ, այսինքն մարդը չի քնում, անընդհատ լարված է, ոչ մի դրական էներգիա իր օրգանիզմը չի ստանում, դրա արդյունքում օրգանիզմը սկսում է անընդհատ արտադրել ադրենալին, կորտիզոլ եւ ինչ է տեղի ունենում։ Մեր օրգանիզմի իմունային համակարգը, այն հզոր զինվորները, որոնք պաշտպանում են մեր օրգանիզմը քաղցկեղային բջիջներից ու սպանում են դրանք, սկսում է թուլանալ, ինչի արդյունքում էլ շղթայական կապով սա կարող է դառնալ հարմար դաշտ քաղցկեղի զարգացման համար։ Ես չեմ խոսում ծխախոտի մասին, ես չեմ խոսում կարմիր մսի վտանգների մասին, որովհետև սրանք կոնցերոգեններ են, որոնց մասին խոսում են տասնամյակներով, մարդիկ գիտեն դրանց վնասների մասին եւ կարծում եմ, որ եւս մեկ անգամ ասելը դրանց մասին իհարկե ավելորդ չէ, իհարկե պետք է հիշենք, որ ծխելը, ալկոհոլ օգտագործելը այդ ամենը չափազանց վտանգավոր է առողջության համար եւ եւս քաղցկեղածին վտանգների շարքին է պատկանում։ Հիմա մյուս ու կարևոր հարցը. արդյոք քաղցկեղը իսկապես գենետիկորեն կարող է փոխանցվել եւ ինչ անել ու ինչպես իմանալ գենետիկորեն դու ունես հավանականություն քաղցկեղով հիվանդանալու, թե ոչ։ Ըստ պաշտոնական տվյալների, բոլոր քաղցկեղների մոտ 5-ից 10% ժառանգական է։ Այս թիվը ավելի փոքր է, քան մարդիկ պատկերացնում են, որովհետև կարծում եմ մարդկանց մեջ շատ ավելի մեծ թվերի պատկերացում կա։ Բայց այս 5-ից 10%-ի մեջ գտնվող մարդկանց համար ռիսկը իսկապես ավելի կրկնակի է։ Ինչ է սա նշանակում։ Շատ մասնագիտական տերմինների մեջ ես չեմ խորանա, որովհետև ես ինքս մասնագետ չեմ եւ ես փորձում եմ զուտ մարդկային լեզվով բացատրել բնույթը այս թեմայի ու դրա համար միայն կասեմ, որ այո, հատկապես որոշ քաղցկեղի տեսակների դեպքում ժառանգականությունը որոշակիորեն կապ ունի եւ դերակատարում անում է։ Բայց մի կարևոր բան, ժառանգականությունը դեռևս չի նշանակում, որ տվյալ անձը անպայման ունենալու է քաղցկեղ։ Այսինքն, եթե ձեր ընտանիքում, եթե ձեր գեներում կա որևէ մարդ, ով հատկապես, սա կարևոր է ֆիքսել, մինչև 50 տարեկանը ունեցել է քաղցկեղ, ապա այո, դա նշանակում է, որ որոշակի առումով գենետիկ հավանականությունը եւ ռիսկայնությունը կարող է մեծ լինել, բայց դա նաև նշանակում է, որ կյանքի ընթացքում այդ մարդը երբևէ կարող է չունենալ քաղցկեղ։ Սա ուղղակի ցուցիչ է, որ հատկապես գենետիկ այդ խմբում գտնվող մարդիկ պետք է կրկնակի ուշադիր լինեն հետազոտություններ անցնելու առումով։ Այսինքն, եթե առհասարակ մարդիկ պետք է ուշադիր լինեն եւ տարին 1 կամ 2 անգամ անցնեն հետազոտություն, ուշադիր լսեն իրենց օրգանիզմը եւ ցանկացած խափանման դեպքում գնան հետազոտության, ապա այս մարդիկ պետք է հատկապես ուշադրություն դարձնել այն օրգաններին, որի առումով իրենց գեներում եղել են քաղցկեղային պատմություններ, բայց նորից եմ ասում, սա առհասարակ վախենալու հարց չէ, սա պարզապես ցուցիչ է, որ պետք է լինել կրկնակի ուշադիր եւ զգոն։ Իսկ հիմա ամենահետաքրքիր պահը ու անհամբերը բոլորիս համար։ Արդյոք իսկապես ստեղծվել են պատվաստանյութեր, որոնք թույլ կտան մեր սերնդին արդեն, ել չեմ խոսում մեր երեխաների ու թոռների մասին, պաշտպանված լինել
քաղցկեղից, ճիշտ այնպես, ինչպես պատվաստվել են դիֆտերիայից, իսկ հետո կարմրուկից կամ ջրծաղիկից։ Պատասխանը ուրախացնող է։ Բայց մինչև դա ունեմ մի հարց ձեզ։ Արդյոք երբևէ մտածել եք, թե ինչու դարի այս չարաբաստիկ հիվանդությունը ունի հենց այդ անվանումը։ Անգլերենում cancer, իսկ ռուսերենում rak։ Cancer. We're going to cure cancer. Cure for cancer. The next frontier in the race to find a cure for cancer. Այսինքն խեցգետին։ Հայերենում իհարկե քաղցկեղ է, բայց ռուսերեն եւ անգլերեն տարբերակները ասոցացվում են խեցգետնի հետ։ Այս պատմության արմատները գնում են դեռևս մեր թվարկությունից առաջ։ Հենց այդ ժամանակ Հիպոկրատը, ում մենք բոլորս ճանաչում ենք Հիպոկրատի երդմամբ եւ նա համարվում է ժամանակակից բժշկության խորհրդանիշը, աստվածը, հայրը, զննում է ուռուցքով հիվանդին եւ նկատում է հետաքրքիր մի բան, որ ուռուցքից դուրս են գալիս ոտքեր հիշեցնող երակներ։ Դրանք ճառագայթաձև տարածվում էին ուռուցքի շուրջը եւ երբ որ առաջին հայացքով նայում էիր դրան, տպավորություն էր, որ ուռուցքը խեցգետնի տեսք ունի։ Եվ հենց այդ ժամանակ Հիպոկրատը ուռուցքը որպես այդպիսին անվանում է կարկինոս, ինչը հունարենով նշանակում էր խեցգետին։ Դրանից հետո արդեն դարերի ընթացքում այս անվանումը վերափոխվում է եւ նույն անգլերեն տարբերակում ստանում է cancer անվանումը, խեցգետին։ Իրականում քաղցկեղի բուժումը այդքան պայմանավորված չէ ըստ շատ մասնագետների նրանով, թե որ էտապում է գտնվում, որքան դիրքավորումով ու շատ դեպքերում, օրինակ երրորդ էտապի վրա գտնվող մաշկի քաղցկեղը շատ ավելի հեշտ է լինում բուժել, քան օրինակ առաջին էտապի վրա գտնվող ուղեղի քաղցկեղը։ Հետևաբար, այստեղ դիրքավորումը եւ թե տեսակը որն է քաղցկեղի մեծ նշանակություն ունի։ Իսկ հիմա անցնենք բուն թեմային, որն է ելքը այսօր։ 2000 ամուսնացած տղամարդու հարցնում են, իսկ դուք համարում եք ձեզ երջանիկ։ Այո, պատասխանածների 80%-ին միավորում է մի բան, որ նրանք ամեն շաբաթ անում են իրենց կնոջ հետ։ Եվ գիտեք դա ինչն է, երկուսով առանց երեխաների գնում են ժամադրության։ Ուրեմն հիմա վերցնում եք հեռախոսը, մտնում եք Veranda Lounge-ի Instagram-ի էջ, տեսնում եք թե որ օրը սիրուն երաշտական երեկո ունեն, վերցնում եք ձեր ամուսնուն ու գնում եք ժամադրության, որ ձեր ամուսնությունից ինքն էլ գոհ ու երջանիկ լինի։ Իդեպ որ գնում ես Վերանդա, մի տեսակ ոնց որ Երևան գնաս առանց ինքնաթիռ նստելու ու զգաս Երևանի շունչը։ Երկար ժամանակ եւ մինչեւ այսօր էլ պատտվում է կոնսպիրոլոգիա, որ իրականում քաղցկեղը վաղուց արդեն բուժելի է։ Անհնար է պատկերացնել, որ մենք հասել ենք արհեստական բանականության եւ ռոբոտների դարաշրջանին եւ մարդկությունը ու զարգացած բժշկությունը չի գտել տարբերակը բուժելու դարի չարաբաստիկ հիվանդությունը։ Մարդիկ դրան թերահավատորեն են վերաբերվում։ Ուրեմն դա որևէ մեկին պետք է, ուրեմն պետք է, որ լինի մարդկության շրջանում հիվանդություն, որը այսպես ասած անբուժելի է եւ որի ֆոնի վրա տարբեր դեղամիջոցներ, միջամտություններ եւ այսպես ասած բժշկական բիզնեսները կկարողանան ծաղկել։ Սա մի տարբերակն է։ Երկրորդ վարկածը այն է, որ իսկապես քաղցկեղի դեպքում վերջնական բուժում գտնելը ժամանակատար է, ինչու, որովհետև ընդամենը մեկ զենք կիրառելը բոլոր տեսակի քաղցկեղների նկատմամբ անհնար է եւ հիմա ուղղակի կամած էտապ մշակվում է տարբերակ վերացնելու յուրաքանչյուր տեսակի քաղցկեղը եւ այսօր իսկապես այն ինչ որ ես հիմա կթվեմ թույլ է տալիս մեզ երազել, որ մենք հենց մենք ոչ թե մեր երեխաները, ոչ թե մեր թոռները, հենց մենք լինելու ենք այն սերունդը, որ ասելու ենք, որ քաղցկեղին կա բուժում։ Եվ այսպես անցնենք գիտության եւ բժշկության ամենակարևոր ձեռքբերումներին հիմա։ Եվ այսպես ինչպես է ժամանակակից բժշկությունը եւ գիտությունը այսօր պայքարում քաղցկեղի դեմ եւ որքանով ենք մենք մոտ քաղցկեղը հաղթելու։
Առաջին տարբերակներից մեկը դա թերապիայի մի այսպիսի տարբերակ է։ Փորձեմ հեռու մնալ բժշկական տերմիններից եւ բացատրեմ զուտ ժողովրդական, սովորական բառ լեզվով։ Քաղցկեղային բջիջները շատ խորամանկ են ու երբեմն նրանք խառնվում են այլ բջիջներին, այսպես ասած ցույց տալով, որ իրենք նրանցից մեկն են։ Ժողովրդական լեզվով ասած, նրանք ունեն այսպես ասած fake անձնագիր, որպիսի մուտք գործեն մեր օրգանիզմի առողջ բջիջների մեջ եւ հետո սկսեն արդեն իրենց պղտոր գործը։ Թերապիայի այս տեսակը հնարավորություն է տալիս, այսպես ասած, այդ բջիջներից խլել նրանց կեղծ անձնագիրը, պոկել քողը, ինչի պատճառով մեր օրգանիզմը, իսկ հատկապես իմունային համակարգը ընկալում եւ հասկանում է, որ տվյալ բջիջը քաղցկեղային բջիջ է, իսկ ինչ է տեղի ունենում դա գիտակցելուց եւ հասկանալուց հետո ուղիղ հարձակում թշնամուն վերացնելու ուղղությամբ։ 2024 թվականին այս թերապիան կիրառելով տեղի է ունենում էքսպերիմենտ, որին ենթարկում են ուղիղ աղիքի քաղցկեղով հիվանդների մի փոքրիկ խմբի եւ արդյունքները շշմեցնող են լինում։ Հիվանդներից բոլորը նկատում են, որ իրենց քաղցկեղը վերացել է եւ ոչ մեկ չի ունենում վիրահատության կարիք։ Երկրորդ մոտեցումը, որը այսօր իրականացնում են գիտնականները եւ բժիշկները, ինչ է կատարվում, նորից պարզ տարբերակով բացատրած։ Վերցնում են իմունային համակարգի բջիջներից նմուշ, հենց մարդու օրգանիզմից։ Ուղարկում են այդ նմուշը լաբորատորիա եւ գիտնականները գենետիկորեն վերածրագրավորում են այն, տեղադրելով սարքավորում, որը կոչվում է քիմերային անտիգեն ընկալիչ, ստեղծված հատուկ տվյալ մարդու ունեցած քաղցկեղի համար։ Հետագայում այդ ավելի ուժեղացած, հզորացած բջիջը հետ է տեղադրվում մարդու օրգանիզմի մեջ։ Ստացվում է, որ քաղցկեղի դեմ պայքարում է մարդու նույն իմունային համակարգի բջիջը, բայց շատ ավելի հզորացած եւ շատ ավելի ուժեղացած։ Այս մեթոդը արդեն էքսպերիմենտալ փորձ ունեցել է եւ արդեն բավականին դրական արդյունքներ գրանցել է ու այն փորձարկել են արյան քաղցկեղ ունեցողների վրա։ Այս տարի արդեն այս նույն մեթոդը կիրառվում է նաեւ ուղեղի, կրծքի եւ մի շարք այլ պինդ ուռուցքների բուժման նպատակով։ Ժամանակը ցույց կտա, թե ինչպես այս տարբերակը կաշխատի նաեւ այս շատ տարածված վտանգավոր ու կարևոր ուռուցքների դեպքում։ Հաջորդ մեթոդներից մեկը, որով ժամանակակից բժշկությունը փորձում է պայքարել եւ քաղցկեղի վերջը տալ, դա թարգեթային թերապիան է, այլ կերպ ասած, թիրախային թերապիան։ Ինչ է սա, էլի պարզ լեզվով բացատրած, նշանակում։ Քիմիոթերապիան, որը սովորաբար նշանակվում է քաղցկեղի ժամանակ, իհարկե սպանելով քաղցկեղային բջիջները, սպանում է նաև առողջ բջիջները։ Այսինքն այն որպես այդպիսին թունավորում է մարդու օրգանիզմը, որը առանց այդ պահին թույլ եւ հյուծված վիճակում է գտնվում։ Թարգեթային թերապիան ենթադրում է, որ հարվածը իրականացվելու է ոչ թե ամբողջ օրգանիզմին, այլ թիրախավորված կոնկրետ քաղցկեղային բջիջներին։ Այլ կերպ ասած, այս թերապիան ավելի շատ նման է սնայպերի, որը կրակում է կոնկրետ թշնամու վրա, փոխանակ կրակի ամբողջ քաղաքի վրա եւ ռիսկի տակ դնի նաեւ անմեղ մարդկանց կյանքերը։ Իսկ դուք գիտեք ինչու են ամերիկյան ֆիլմերում մարդիկ գնում հենց Լաս Վեգաս ամուսնանալու։ Սա հոլիվուդյան միֆ չէ, սա իրականություն է։ Լաս Վեգասում մարդիկ կարողանում են շատ արագ ամուսնանալ ու շատ արագ ստանալ ամուսնության վկայական, իսկ Լոս Անջելեսում օրինակ ստիպված են լինում նախապես գրանցվել ու սպասել իրենց հերթին։ Բայց հիմա ամեն ինչ փոխվել է։ Հիմա արդեն Լոսում էլ կարող եք արագ ամուսնանալ ու արագ ստանալ ձեր ամուսնության վկայականը։ Կարող եք ամուսնության արարողությունը կազմակերպել համապատասխան գրասենյակում կամ խնդրել, որ գան ձեզ ամուսնացնեն ձեզ հարմար տեղում։ Տխուր բաներից չխոսենք, բայց արագ բաժանության process-ը են կազմակերպում։ Մի խոսքով, ամուսնանալիս կամ բաժանվելիս դիմեք Y&N Document Assist ընկերությանը։ Եվ մեթոդներից մյուսը դա մի տեխնոլոգիա է, որը հնարավորություն է տալիս ստեղծել տարբերակ պայքարելու հենց կոնկրետ տվյալ անձի
քաղցկեղի տեսակի դեմ։ Այս տեխնոլոգիան կիրառվել է արդեն թոքի քաղցկեղ ունեցող հիվանդների վրա։ Այն թույլ է տալիս անջատել քաղցկեղային բջիջից այն գենը, որը տվյալ բջիջը դարձնում է կայուն քիմիոթերապիայի համար։ Այլ կերպ ասած, երբ անջատում է այս տեխնոլոգիան այդ գենը, քաղցկեղային բջիջը դառնում է խոցելի քիմիոթերապիայի համար եւ հետեւաբար հեշտ է լինում այն վերացնելը։ Ինչու են օրինակ թոքի կամ ուղեղի քաղցկեղի դեպքում ասում, որ դրանք ամենավտանգավորներից են, որովհետև դրանց վերջը տալը շատ դժվար է, որովհետև դրանք շատ ավելի կայուն են եւ շատ ավելի դիմացկուն են քիմիոթերապիային։ Եվ ահա այս տեխնոլոգիան ըստ մասնագետների հնարավորություն է տալիս անջատել քաղցկեղային բջիջից այդ պաշտպանական գենը եւ հետեւաբար խոցելի դարձնել տվյալ քաղցկեղային բջիջը քիմիոթերապիայի համար եւ արդեն քիմիոթերապիայի միջոցով այն վերացնել։ Եվ իհարկե ամենակարևոր հարցը, որի մասին մենք խոսում ենք վիդեոյի ամենասկզբից։ Արդյոք իրական է, որ կգա մեզ համար մի ժամանակահատված, երբ քաղցկեղը կդառնա հիվանդություն, որի դեմ պարզապես կարելի է պատվաստվել։ Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին պատվաստվել են դիֆտերիայի դեմ, ինչպես պատվաստվել են փայտացման, կարմրուկի, ջրծաղիկի դեմ, կապույտ հազի դեմ, արդյոք հնարավոր է մենք ապրենք այդ ժամանակներում։ Պարզվում է, որ հավանականությունը իհարկե շատ իրական է։ Պարզվում է, որ աշխարհում արդեն հայտնի, չեմ ուզում անուններ նշել, բայց նաև ձեզ հայտնի պատվաստանյութ արտադրող ընկերություններից մեկը անում է նման փորձարկումներ։ Ստեղծում է մի տեխնոլոգիայով պատվաստանյութ սպეციფიկ կոնկրետ քաղցկեղի դեմ։ Ինչպես է սա կատարվում։ Քաղցկեղով հիվանդից վերցնում են նրա քաղցկեղային բջիջի նմուշը, հաջորդականացնում են նրա ԴՆԹ-ն, փորձում են հասկանալ եւ ուսումնասիրել, թե ինչ մուտացիայով է քաղցկեղային բջիջը տարբերվում առողջ բջիջից, եւ դա հասկանալուց հետո 30 օրվա ընթացքում պատրաստում են պատվաստանյութ, որը հնարավորություն է տալիս պաշտպանել օրգանիզմը հենց տվյալ քաղցկեղից։ Սա իսկապես մեծագույն ձեռքբերում էր, որ այս ընկերությունը իր համար արեց, բայց խնդիրն այն է, որ նման դեպքերում միևնույն է հարցը գլոբալ լուծում չի ստանում, որովհետև այս դեպքում մենք խոսում ենք նրա մասին, որ յուրաքանչյուր հիվանդ, յուրաքանչյուր իր սպეციფიկ քաղցկեղի տեսակի դիմաց պետք է նախ անցնի լաբորատոր ուսումնասիրություն, հետո սպասի որոշ ժամանակ, որպեսզի այդ ուսումնասիրությունը տա արդյունքներ, իսկ հետո սպասի որոշ ժամանակ, որ անհատական պատվաստանյութ ստեղծվի հենց նրա տեսակի քաղցկեղի դիմաց։ Սա ոչ պրակտիկ եւ շատ թանկարժեք ճանապարհ է։ Հիմա գիտությունը եւ բժշկությունը աշխատում է մեկ ուղղությամբ՝ ստեղծել ընդհանուր, համընդհանուր պատվաստանյութ, որը կաշխատի բոլոր տեսակների քաղցկեղների դեպքում եւ որը կպաշտպանի մարդու օրգանիզմը ճիշտ այնպես, ինչպես մարդիկ վակցինավորվում են եւ վակցինավորվել են տարբեր հիվանդություններից։ Այժմ այս պահի դրությամբ աշխարհում 120 լաբորատոր հետազոտություններ ու փորձարկումներ են տեղի ունենում տարբեր պատվաստանյութերով։ Հետևաբար սա նշանակում է, որ այո, մենք եզրագծին չենք, այսինքն այնպես չի, որ մենք ասում ենք, ահա ուր որ է կլինի լուծումը եւ ձեռք կբերենք պատվաստանյութը, բայց սա մի էտապ է, որը իսկապես ֆենոմենալ է այս պարեզի համար, որովհետև հենց այս պահին գիծը արդեն երևում է եւ ըստ մասնագետների առաջին շուկայական պատվաստանյութերը, որոնք կլինեն հասանելի, որոնք կլինեն էժան մարդկանց համար, արդեն վաճառքի դուրս կգան մինչև 2029 թվականը։ Ես ուզում եմ ասել մի բան, նախ մի ճշգրտում։ Սա ոչ մի կերպ բժշկական եւ գիտական վիդեո չէ։ Ես փորձել եմ պարզապես համընդհանուր եւ հայտնի աղբյուրներից հավաքել գիտնականների, բժիշկների, մասնագետների պարզ բացատրությունը այն հիվանդության մասին, որի մասին ես վստահ եմ շատ մարդիկ շատ բան չգիտեն։
Որովհետև անկեղծ ասեմ, նույնիսկ ինձ համար այս թողարկումը սարքելը շատ դժվար է ու վստահ եմ ձեզ համար էլ այս վիդեոն նայելը դժվար է, որովհետև միայն բառը քաղցկեղի սարսափ է առաջացնում մեր մեջ, բայց պարզ է նաև մի բան. թվերը, վիճակագրությունը ցույց է տալիս, որ իրականում վերջին տասնամյակների ընթացքում որքան էլ որ մենք շատ ենք լսում մահացածության դեպքերի մասին, բայց փաստացի քաղցկեղի մահացածության դեպքերը, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքում 33%-ով իջել է, իսկ մարդկանց կյանքի տևողությունը քաղցկեղով հիվանդ լինելու պարագայում մոտավորապես 69%-ով աճել է։ Սա նշանակում է, որ իսկապես մենք հիմա գտնվում ենք գիտության, բժշկության մի այնպիսի փուլում, երբ որ նախ քաղցկեղը վճիռ եւ մանավանդ դատավճիռ չէ։ Մենք տեսնում ենք հազարավոր մարդկանց, ովքեր կարողանում են բուժվել բարեհաջող եւ հաղթահարել այս հիվանդությունը ու ապրել երկար ու երջանիկ կյանք։ Կարևորը մի բան է, նման վիդեոները եւ առհասարակ նման ինֆորմացիան առաջինը մեզ թույլ են տալիս լինել տեղեկացված եւ հասկանալ, թե ինչպես պետք է վերաբերվենք մեր սեփական մարմնին, մեր օրգանիզմին եւ ինչ կարող ենք մենք մեր կողմից անել մեր օրգանիզմը պաշտպանելու եւ մաքսիմալ ուժեղ վիճակում պահելու համար։ Եվ երկրորդ, նման ինֆորմացիան կարևոր է, որպեսզի մենք լինենք զինված գիտելիքով եւ հստակ հասկանանք, ոչ թե միֆերի ժանրով, ոչ թե խոհանոցային խոսակցությունների ժանրում, ոչ թե պապիկի տատիկի պատմած վատ, վախենալու երազների մակարդակով վերաբերվենք այս հիվանդությանը, այլ հստակ հասկանանք, որ աշխարհում արդեն շատ երկրներում կան առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս բուժել, իսկ որոշ ծայրահեղ դեպքերում բարդ ճանապարհով, բայց միևնույն է հաղթահարել քաղցկեղը։ Ես հուսով եմ, որ այս վիդեոն ձեզ համար օգտակար էր։ Չգիտեմ, որքանով նման բարդ թեման հասանելի կլինի շատերին եւ շատերը կդիտեն մինչեւ վերջ, բայց խնդրում եմ, որպեսզի հնարավորության դեպքում տարածեք այս վիդեոն ձեր սոցհարթակներում, Instagram-ում, Facebook-ում, որպեսզի շատ մարդիկ այն դիտեն։ Խնդրում եմ անպայման, որպեսզի կոմենտներում գրեք ձեր կարծիքը, իսկապես դուք մտածում եք, որ քաղցկեղի բուժումը դեռ մարդիկ չեն գտել, թե վաղուց արդեն քաղցկեղը բուժելի է, ուղղակի ձեռնտու չէ բիզնեսի տեսանկյունից դրա բուժումը հասանելի դարձնել։ Եվ իհարկե, խնդրում եմ, որպեսզի լայքեք այս վիդեոն ու եթե կարող եք միանալ իմ Patreon-ին ու դառնալ YouTube-ի Մալիքի Հովանավորը ամսական փոքրիկ գումարով։ Եթե ուզում եք, ապա հիմա ստոպ տվեք վիդեոն, սկանավորեք այս QR կոդը եւ միացեք իմ Patreon-ին։